Ժողովուրդ ջան, ես ամուսնանում եմ։ Հա, ճիշտ լսեցիք։ Բա ինչ ես եմ մարդ, չէ՞։ Ես եմ հոգնում, որ անդադ ասում եք տունը մնացած։ Դրա համար որոշել եմ գտնեմ կյանքիս սիրուն։ Այդ իսկ պատճառով պետքա լիարժեք պատրաստ լինեմ։ Ու դրա համար ես հիմա կգնամ Լուսինե Գասպարյանի Կյոնում գեղեցկության սրահ, որպես ինձ տեսքի բերեն սիրունանամ։ Ու կտեսնեք ինչքան մարդ է հերթ կանգնելու ինձ առաջարկություն անելու համար։ Լավ բան եմ, չէ՞ մտածել։ Գնացինք դե։ Լուսինե ջան, բարև ձեզ, անհարմար է դա ասեմ, բայց ես դե ամուսին եմ ուզում էլի։ Բայց բարև ձեզ, կներեք, բայց սխալ հասցեով եք եկել, գեղեցկության սրահ ու Սարգսի բյուրո չի, ես ես ամուսին որտեղից տամ, կներեք սխալ հասցեով եք եկել։ Դե լավ, դուք ինձ մի քիչ սիրունացրեք, մնացածը ես կճարեմ։ Դե լավ, փորձենք, եկեք։ Ժողովուրդ ջան, մենք հիմա կսկսենք մարմնի կորեկցիայից։ Լսել եմ տղամարդ եք ուզում։ Գարուն է հասկանում հորմոնները։ Դե Լիզա ջան, ոնց որ շատ են ասում էլի վիվտաշտունն ես մնացել, դրա համար ոնց որ պետք է Երորդ մասը $50 սամաններում դուք լավ բան չեք գտնի, խելքի եկեք։ Այսինքն չանեմ, հայ, սխալը չանեմ։ Ոչ, ուշքի եկեք, ինչքան է գարուն է։ Պրակտիկ մասը ինձ մոտ։ Ախ, հոգեբանական դասեր են նաև։ Հիմա, ոյ, ես մի հարացնում, հա։ Համել խելքելա բերում։ Խելքելա։ Գլխի հարվածները հապնում է։ Հաճելի է, բայց հա։ Սուզամուսին պետք չի։ Մեկ հայտ։ Հայտ։ Ամուսնու փոխարեն հայտ, ժողովուրդ ջան, երբեմն նաև այդպես է լինում։ Ոյ։ Թափանցիկ չդառնամ, հա, այնքան մի հարեմ, հələ ուժեղ խփեք։ Հաճելի է։ Մի քիչ շատ կրեատիվ է։ Ձեզ օգնության կգասա։ Գլխից բայց քիչ խփեք տեղից մի լավ հարված ընկերս։ Ոյ։ Ոյ։ Հավա։ Հաճելին օգտակարի է։ Ժողովուրդ ջան, հիմա մի քիչ էլ ունքա կդզեմ, ես տխուր եմ էլի, մի քիչ սենց բան դառնանք էլի, սենց իբր, որ կարենանք էլի տղեկ հետ։ Գնացինք։ Նառա ջան, դե քեզ տեսնեմ։ Կարի մի հատ ունքերդ սիրուն սարքել, որովհետև գիտես չէ, հոնքերը դա դեմքի գլխավոր դետալներից է։ Հա, համես շատ մեջ է, չէ՞ որ սենց իհարկե քիչ մոտ լավ չի ստացվում, բայց կփորձեմ ես սենց կարողանալու ես լավ հայացք ներկայացնել։ Հա։ Գնացինք։ Հիմա տրենդային սարքենք հանքերդ։ Հա, տրենդային, որ ամենանորաձև ձևը լինի, որ հիմիկվա տղեկը սիրում են էլի, տենց բաների մեջ աղջիկների, այդ ինչ են ասում, ժամանակակից աղջիկների, տենց մի քիչ սարքած մի քիչ էլի։ Անպայման։ Հա, այդ ձևով են էլի, մի քիչ այսօրվա տղեկը սիրում, տենց։ Շատ լավ, հիմա սկսում ենք։ Բայց դուք Սա ինչա կոչվում։ Լամինացիա։ Ունքերի լամինացիա։
Այո։ Վաու։ Լամինացիա լինեմ հենց հիմա։ Էլ ինչ եք անում բաբացյունքերից։ Պերմանենտի մասնագետ եմ։ Արդեն 14 տարվա։ Ունք եք նկարում։ Հոնք եմ նկարում, աչք եմ նկարում, շուրթունքներն եմ պերմանենտով երանգավորում։ Աչքերի գույնը փոխել կարանք։ Կարանք, մեզ մոտ չենք կարա, բառը չկա։ Աչքերի Ամեն ինչ կարող ենք։ Աչքերի գույնն էլ կարանք փոխենք։ Վաու։ Էդ կմտածեմ, տղեկ համել կապուտաչա աղջիկների են սիրում։ Հա, Կա տենց բան։ կա տենց բան։ Կա տենց բան։ Հարգելի օպերատոր, կա տենց բան։ Կապուտաչա աղջիկ չէ։ Չկա։ Չկա։ Ինչքան սիրուն է։ Շատ։ Կամասնանամ, հա։ Հա, իհարկե, հիմա տղաները խնդանում են։ Սենց ունքերի համար։ Իհարկե, որքան բնական այնքան շատ բնական հոնքեր են, անգամ մազիկներ կա մեջից նկարած։ Հա, հեսա վերջացնեք նայում եմ։ Վերջ արդեն։ Հա, Էլ չեմ համբերում։ Վերջի մազիկները նկարեմ, ահա, всё, կարող եք նայել։ Գնացինք շարժան։ Ասեք, որ հրաշք աշխատանքա։ Շատ։ Ոնց որ ես չլինեմ։ Նման չեմ։ Չէ։ Բայց իրոք ունքը ինչքան շատ բան է փոխել։ Շատ հմայի չեք, շատ։ Հա, ինձ թվում է արդեն կհավանեն։ Երևի հենց ունքն էր խնդիրը։ Հենց ունքերս էին խնդիրը։ Դուք արևեք։ Ժորջան, ասեք, որ սիրուն է։ Մերսի։ Ես հուզված եմ ձեր ռեակցիայի համար։ Հա, իմ ռեակցիան։ Ես սպասում եմ այս ռեակցիաների։ Բնական ռեակցիա։ Հա, բա, սենց չեմ եղել, չէ՞։ Զարմանում եմ։ Այ հիմա հաստատ կամուսնանամ։ Ժորջան, քանի որ ես ամուսնանում եմ, չեմ պատրաստվում մազոտ ամուսնանալ։ Նունե ջան, ես մազերը տես ինչ ես անում։ Հա, բայց ես մի անգամից չի թափվելու։ Մի անգամից չի թափվելու։ Բա երբ է թափվելու։ 10 օրից։ 10 օրից։ Չենք կարան ինձ ունենք շուտ թափի։ Սենց անենք թափի։ Սենց անենք թափի։ Նունե։ Ох, ես սորնա։ Ժորջան, այս սառը բանը կսեցինք, հիմա կթափենք, գնաց։ Վայ։ Ես ինչ ան։ Խուտուտ։ Ժորջան, ես էլ մազոտ չեմ։ Վաու։ Այս սառությունը ինչ է անում, որ չցավա։ Հա։ Դուք ամեն օր անում եք ձեզ, Նունե ջան։ Ձեր մազերը արդեն խափացա։ Չեք անում ամեն օր դուք լուրջ։ Ինչ հաճախականությամբ բա։ Ընդհանրապես ամիսը մեկ անգամ։ Ամիսը մեկ ենք թափում մազերը, Ժորջան, ամիսը մեկ։ Ամիսը մեկ անում ենք, 10 օր հետո թափվում է, նոր ամուսնանում ենք։ Բայց ես այդ 10 օրը չունեմ, Ժորջան, կարող առանց մազեր են հավանեն, հա։ Կարող է հավանեն։ Կարող է։ Բայց այդքան էլ չի երևում, չէ՞։ Չէ, քիչ արև։ Քիչ այլում է։ Ճատ։ Հիմա մենք ժայթ ենք լինում։ Էսա որ բայց մազերս էլ անեմ, արդեն վերջ չէ, վերջնական լրիվ սիրուն կլինեմ, արդեն պատրաստ կլինեմ։ Հա, կարծում եմ, հա։ Գիտես ինչ եմ մտածում։ Լսի, ուրեմն մայիսին Հայաստանում լինելու է չեմպիոնատ։ Վաու։ OMC շրջանակներում, այնտեղ աշխարհից
տարբեր երկրներից գալու են լիքը մասնակիցներ։ Մեջը լիքը սիրուն սիմպաթիչներ տղաներ են լինելու։ Բայց վարսավիներ են։ Դե ինչ կապ ունի մարդ են։ Հա։ Եթե կուզես, կարաս գաս մեր չեմպիոնատին, ես քեզ կտանեմ որպես մոդել։ Շատ սիրուն կսարքեն քո մազերը, հետո էլ կամուսնացնենք։ Համել թեկնածուներ կգտնեմ։ Սկզբից եկար շատ անհանգստացա, որ մտածեցի սխալ ես եկե, բայց ճիշտ հասցեով էիր եկե, որ պետք է ամուսնանաս, դե մենք պետք է քեզ սիրունացնենք, որ ամուսնանաս։ Հա, դե առաստրած։ Դե հիմա փորձենք այսօր ամուսնացնենք, եթե այսօր չստացվեց, մայիսին մնա։ Մայիսին կամուսնացնենք։ Մայիսի որ օրը։ Ուղղակի մայիսին էլ հարսանիք չեն անում, է։ Մայիսի 25-ին։ Դե լավ, կհաշվենք վերջի օրն ամսվա, օքեյ կլինի ինձ թվում է։ Հա, երևի։ Կարևորը տարբեր տեղից գալիս են։ Հայերն էլ են մասնակցում։ Հա, բայց հիմա մեզ պետք է հայ առնենք, թե Հա, ցանկալի է հայ, հա։ Ցանկալի է հայ։ Հայերը շատ են մասնակցում։ Դե մի 400 հոգի կլինեն, էլի։ 400 հոգի։ Մենակ վարսավիններ։ Չէ։ Դիմահարդարից մոտաղա չես ուզի դիմահարդար ամուսին, մատնահարդար ամուսին չես ուզի, դե մնում է վարսահարդար, գոնե բարբեր, հա։ Լավագույն դեպքում։ Հրաշք դզող, հա։ Հրաշք դզող, հա։ Ձերի հետ հրաշքս էլ կդզի։ Հրաշք դզողներ կան։ Всё, էդ էլ կանենք։ Վերջացավ։ Հիմա փորձենք սիրուն սարքենք։ Ֆիքսեցինք մայիսի 25-ին, եթե բախտս այսօր չբացվեց, կբացվի մայիսի 25-ին։ 25 թվին, բայց։ Պատրաստ ես։ 1, 2, 3 Դե չես սիրուն ես։ Աստղոս ջան։ Մնացիլս ջան, բայց դες ինչ լավն ես։ Դուր չեսա կամուսնանաս այսօր։ Դուրդ չեկա։ Չէ, լավ է, շատ սիրուն է։ Ասա, բայց իրոք։ Հա, լավ է, Շատ սիրուն ես, դες լավն ես։ Կտենես ինչքան սիրուն ես լինելու, տես հլը, կանակում սենց հարս տեսած կաս։ Չէ, բա դրա համար եմ ասում, ես յուրահատուկ կլինեմ։ Շատ սիրուն կլես ու բոլորը վաղակո մասին կխոսան։ Հարսիկներ ջան, իմացեք, որ այսպիսի բան էլ կա, տարբերակ էլ ամուսնանալը։ Բայց դու իմ համար անակնկալ ունեիր ինչ-որ փեսացի պահով։ Սպասի մի հատ ճշտեմ, աչքերդ փակի, սենց կանգնի, արի, կազգուշ, զգուշ, կամած չընկնես, որ ամուսնանաս, կանգնի։ Всё, մնացի ես։ Տորցիկ եք բերում ինձ։ Արի քանի կպել է ամուսնացի։ Բեր, տնեք ձեռը, բեր։ Չբացես։ Ես ինչ եք անում։ Չէ, սպասի, հանգիստ։ Ես ինչ եք անում։ Բրա, ասես պատատվի։ Ինչ եմ անում։ Պատատվի։ Ես ինչ է։ Պատատվի։ Այ տարան, բրծա, ամուսնանամ։ Հա, ամուսնացի։ Ոնց որ ինչ է այդ ամուսնանալու մեջ։ Սիրելիներս, ես որոշեցի ուզող-մուզողներիս թողնել ու վերադառնալ իմ մշտական գործին։ Դե հասկանում եք, իմը արկածներն են։ Եվ այսպես ելնես, ես այսօր հայտնվել եմ մի վայրում, որտեղ ձմեռը պարգևում է սպիտակ հրաշք, իսկ ամառը լեռնային զով օդ։ Բարի գալուստ Ծաղկաձոր, Հայաստանի ամենահայտնի եւ ամենահետաքրքիր կուրորտային քաղաքներից մեկը։ Այսօր սիրելիներս միասին բացահայտելու ենք Ծաղկաձորի ժամանցային վայրերը եւ զրուցելու ենք շատ հետաքրքիր մարդկանց հետ։ Այնպես որ հարմար տեղավորվեք, որովհետեւ մեր արկածները սկսվում են։ Սիրելիներս, Ճոպանուղին կառուցվել է Խորհրդային Միության տարիներին 1967 թվականին։ Իհարկե հետո վերակառուցվել է եւ արդիականացվել է։ Ճոպանուղուց ուղի է բացում դեպի Թեղենիս լեռան բարձունքները, որտեղից սիրելիներս դուք կարող եք տահուկներով իջնել կամ պարզապես վայելել բնության հրաշքը։ Այս վայրը գործում է թե ամռանը, թե ձմռանը, առաջարկելով ժամանցային արկածներ բոլոր այցելուներին։ Լավ չէ՞։ Դե ինչ, ես գնամ սկսեմ իմ արկածները, բարև ձեզ։ Ահե։ Գնամ սկսեմ իմ դահուկային արկածները։ Մի բան, ինչին ես չեմ տիրապետում։
չի կանում։ Լավ ձեզ։ Բարև ձեզ, դա չի կանում։ Կարգավորում ենք դահոկները։ Կարգավորում եք դահոկները։ Այո։ Մի քիչ կներկայացնեք, հասկանում ենք, քան խորը բաներ ա դրած։ Ինչ։ Մենք ներկայացնում ենք Fisher բրենդը, Հայաստանում ներկայացուցիչն ենք Fisher-ի։ Fisher-ը աշխարհում լավագույն բրենդներից է։ Ունենք դահոկներ սիրողական եւ պրոֆեսիոնալ դահոկորդների համար։ 3 տարեկանից սկսած երեխաների համար ունենք դահոկներ։ Վաու։ Ես էլ կարամ փաստորեն։ Մասնակց։ Շատ լավ։ Ձեզ հիմա ձեզ դահոկ ընտրենք միասին։ Հա, դահոկ ընտրենք։ Ամենալավը, ամենապրոֆեսիոնալը, լավ, որտեղ ես քշել չգիտեմ։ Հա, ձեզ սիրողական դահոկ ենք տրամադրելու։ Պետքա դահոկը չափսը իր լինի միջև ստեղ։ Այս ձեր համար, հա, շատ հարմար է։ Կարճ չէ։ Չէ, շատ լավ է։ Հա։ Դահոկները կարգավորվում են Այստեղից եմ հագնում։ Չէ, ես հիմա կարգավորում եմ, ուղղակի ձեզ ներկայացնում, մենք ձեր կոշիկների չափերով կարգավորում ենք դահոկները, միլիմետրաժով դնում ենք, հետո ձեր քաշն ենք դնում, մի հատ ձեր քաշնը պետք է ասեք ինձ։ Քաշը ասեմ։ Բայց ճիշտ է։ 56.800։ Դե դրեք։ Հա, տենց։ Դե ճիշտ ասեցի։ Այդ 800-ն էլ նոր եմ հավաքել։ Նոր տարուց հետո մնացել։ Okay։ Լավ։ Դրեցիք քաշս։ Քաշը դրել եմ։ Հələ։ Էս էլ համարն է, բայց Չէ, էլ չի։ Դե ուրիշ բան է նշանակում։ Հա չվախեցաք, որ ցենց արի։ Մի քիչ։ Շշտ են անում ձեզ տեսնանը։ Չէ, առաջինն է։ Դրա համար վախենալու է։ Հա, օքեյ։ Լավ, ստեղ հարմար։ Հիմա նայեք, հա։ Կանգնում եք մեջտեղում, ոտքի ծայրը դնում եք, հետո կերունկը ուղում եք ու սեղմում եք։ Ու ճտտցնում եմ, այդ հիշում եմ։ Բայց սրանով չեմ կարա դուրս գամ, չէ։ Չէ, ուղղակի ստուգում ենք։ Վայ չճտաց։ Մի հատ էլ։ Ահա, ճտաց։ Okay, ընտիր։ Այո։ Հիմա դուրս եք բերում ոտքը։ Վայ։ Շատ լավ է։ Դե տվեք, ես դահոկն եմ։ Շատ լավ, այս դահոկներն է։ Դու գալիս եք իմ հետ քշելու, թե չէ։ Ձեր հետ գա մեր հրանգիչը, մենք հրանգիչի ծառայություններ ունենք, մեր մոտ հրանգիչները, որը բոլորը պրոֆեսիոնալ են ու բոլորը լիցենզավորված են, որը որ շատ կարևոր է ձեր անվտանգ ու ճիշտ ծայելու համար։ Իսկ տարիքային սահմանափակում կա մարզիչ լինելու։ Չէ, տարիքային սահմանափակում չկա։ Ահա, կարևորը պրոֆեսիոնալ մասնագետ լինի։ Այո։ Հա, հասկացա։ Փայտերը վերցրեք, պահեք։ Ահա։ Այս արմունկը պետք է լինի 90 այսչան։ Երբ որ պահում եք։ Okay, շատ լավ։ Ինձ համահունչ է դա։ Այո։ Գույնը դուր գալիս է ձեր։ Հա, շատ, սիրուն է, պայծառ է, լուսավոր է, վերջ։ Վերջ, դահոկները, հա, ձեզ եմ Դահոկները տալիս։ ինձ տվեք, հա։ Դե ես գնամ, մերսի շատ։ Գնամ հուսամ կվերադառնամ։ Առանց վնասվածքների։ Հավանականություն կա վնասվելու։ Հա, միշտ կա, այս սպորտը ինքը վտանգավոր սպորտ է, միշտ վտանգը կա, բայց հրահանգիչի հետ անվտանգ է, այո։ Լավ հրահանգիչ չէ։ Նորմալ, սա կհասկանա։ Սա կհասկանա։ Հաստատ։ Հա, հաստատ։ Անունը։ Անունը Արշակ։ Արշակ, հա։ Մի անգամից անունով դիմեմ, ջեր մոտենամ, որ ինձ լավն է։ Անմիջական լինեք, հա, որ լավն է։ Դե գնացի գտնեմ Արշակին։ Արշակ, մերսի։ Արշակ։ Արշակ։ Ջան, քանի ժամը քեզ էի ձեն տալիս, ուր էիր գնացել։ Ներքևում էի։ Ներքևում։ Հա։ Ուրիշի հետ էիր անցկացնում ես բան։ Մարզումները։ Վերջացրել էի, սպասում էի։ Վերջացել էր, սպասում էի։ Նորմալ էր, սովորեց։ Այո։ Ընդունակ էր։ Այո։ Իսկ ո՞նց ես հասկանում, աշակերտը ընդունակ է, թե չէ։ Ну, իրա շարժվելուց, քայլելուց, լիժա բռնելուց։ Իսկ դեմքից չէ։
Գույնից։ Գույնից էլ է զգացվում։ Հակոկապից։ Խոսալու ձևից։ Իսկ եղել է, որ շատ անընդունակ ա եղել։ Հա, ոչ եղել, եղել է։ Ինչ եք արել։ Կա այդ մարդը։ Հա։ Իրան չի մնասել։ Չէ։ Իսկ որ անընդունակ ելնեմ։ Ժորժան, բանա, ցրտից թլոշանում եմ։ Ոչ դուք ինձ տենց էլ եք տեսել։ Անընդունակ են լինում։ 0։ Ինչ ենք անում այդ 0-ների հետ։ Ստացվում է, ոնց չի որ 0 սկիզբն է 0 լինում։ Կարա ավել մի քիչ շատ քշես ու վերջը ստացվելու է հաստատ։ Ինքը նշ չի բարդ բան է։ Այսինքն ամեն դեպքում ինչքան էլ չտիրապետեն, միևնույնն է վերջում սովորած, հետ կգնան տուն։ Հա, եթե ցանկություն լինի, հաստատ կսովորեն։ Իսկ մոտավորապես քանի անգամ է պետք սկսել անել, որ սովորել։ Հիմնականը մի 4 անգամ էդի գոնը էլի, բայց մարդկա մի անգամից նորմալ ստացվում է։ Մարդկա մի անգամից, մարդկա մի 4, այսինքն անհատական է։ Դե հա։ Իսկ սկսնակները հիմնական ինչ հարցեր են տալիս։ Դե հիմնական հարցը, որ սկսնակների մոտ համարյա բոլորը վախենում են։ Ես էլ։ Ու հիմնական հարցը, որ ոչ ճիշտ ընկնեն։ Ոչ ճիշտ քշել չկա, ոչ ճիշտ ընկնել։ Ու ընկնում են միշտ։ Չէ, ու երևի այդ հարց տվողները вообще չեն ընկնում։ Առաջ անգամ մարդ եկել է, ինչ կանոնների պետքա տիրապետի։ Ես օրինակ։ Ամենա առաջնայինը պետքա 2 ծունկը ծալած լինի ու մարմնի ծանրությունը հենվես բացինկաներին, կոշիկներին։ Բացինկաներ։ Իսկ ոնց եմ անում, որ կանգնի։ Այս սկզբնական, սրանունը գութանա հայերեն։ Հա։ Սկզբնական էսա։ Ծնկները ցեխում ես, կրունկները սվացնում բացում ես։ Այդ ստոպն է, հա։ Համել ինքը կամանց գնում է։ Կախված է քո ինչքան շատ կբացես, շատ բացում ես ստոպա լինում, ինչ որ փոքր որ բացես, քիչ դանդաղ կգնաս։ Իսկ արագ գնալու համար։ Արագ գնալու համար ուղղակի սենց։ Ուղիղ գնում ենք։ Մարմինդ ու ծնկներդ առաջ։ Եթե ուզում ենք արագ, Ժորժան, այսենց, բարև ձեզ։ Եթե ուզում ենք ստոպ լինի, այսպես բացում ու կանգնում ենք, եղավ։ Ոտքերը մենակ։ Ոտքերը մենակ։ Գնացի Ժորժան, տենամ մի բան դուրս կգա։ Մի քիչ վախենում եմ, անկեղծ ասած։ Մի անգամ եմ կյանքումս քշել։ Այս կլինի երկրորդ անգամը, բայց ինձ թվում է էս էլ կհաղթահարեմ, էլի։ Դուք ինչ եք կարծում։ Էս փրկարարն է։ Այո։ Փրկեք ինձ։ Փրկեք։ Խնդրում եմ, ասեք չտանեն ինձ։ Մի գնացեք։ Ինքն էլ գնաց։ Բա ես։ Լավ, շտեղ կանգնում ենք։ Ու գնում ենք։ Չէ, փայտերը ինձ տուր։ Էն էլ։ Սես կբռնես, 2 ձեռքով։ Այ, մտել է բերանս մազերս։ Հիմա ծնկները ծալում ես, հենվում ես առաջ, մարմինը չես իջացնում, մարմինը մենակ ծունկը տա ծալվում։ Կրունկները բացում են, գութան ենք անում։ Ահա։ Այ չէ, վախենում եմ։ Ես բռնելու եմ։ Արդեն վախենում եմ։ Հիմա մարմնի ծանրությունը պահում ես 2 ոտքիդ հավասար։ Հասկացա։ Հիմա պետք է ավելի կամանց, ավելի ես բացում ոտքերդ։ Հասկացա։ Ահա, կրունկները ավելի դուրս, ավելի։ Հիմա որ մի քիչ բացես, տորմուս կստացվի։ Ահա։ Ներքև չենք նայում, միշտ նայում ես ճանապարհի։ Վայ, չէ! Մի թողեք ինձ։ Ժորժան, հեշտ գործ չի։ Շատ չարչարեցի արշակին, հա։ Հա։ Պետք ասείς չէ, մենք տենց ենք պայմանավոր։ Այ Ժորժան, իրական հեշտ բան չի։
Բայց ոչինչ, ես էլ կսովորենք, տենց բաներ ենք սովորել մենք։ Ապրես Արշակ ջան, ոսկե համբերությունն ես։ Որպես շնորհակալություն ես քեզ հիմա գուշակին չեմ տալիս։ Որ էներգիատ միշտ անսպառ լինի։ Շատ շնորհակալ եմ։ Երևի ամենալավ պարգևներից էր սա։ Դե բոլորը վերցրա։ Հա որ։ Հա մի հատը ես ուտեմ։ Ահա, մերսի։ Դե էս կպահես հետո, բայց չտաս լավ ուրիշներին։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ։ Այսքան տանջվեցի, Ժորժ ջան։ Ինձ թվում է մի հատ կոնֆետի ես էլ եմ արժանի։ Մեզ կտարաշ։ Կեչարես վանական համալիրը Հայաստանի միջնադարյան հոգևոր ու մշակութային կենտրոններից մեկն է, որը կառուցվել է 11-ից 13-րդ դարերում Պահլավոնի իշխանների կողմից։ Այն դարեր շարունակ եղել է ոչ միայն աղոթատեղի, այլև կրթական կենտրոն, որտեղ սովորել ու ստեղծագործել են նշանավոր հոգևորականներ ու գրիչներ։ Վանական համալիրը բաղկացած է մի քանի եկեղեցիներից։ Ամենահինը Սուրբ Գրիգոր Լուսավորիչն է, որը կառուցվել է 11-րդ դարում։ Նրա կողքին են գտնվում Սուրբ Նշանը, Սուրբ Կաթողիկեն ու Սուրբ Հարությունը, յուրաքանչյուրը իր ճարտարապետական յուրահատկություններով։ Համալիրի տարածքում տեղադրված են 12-ից 13-րդ դարերի բազում խաչքարեր, որոնք առավել գունագեղ ու ամբողջական են դարձնում վանքը։ Կեչարիսը ժամանակի ընթացքում ենթարկվել է վնասների, սակայն 20-րդ դարում վերականգնվել է եւ այսօր կրկին հյուրընկալում է իր այցելուներին։ Երբ գաք ծաղկածոր անպայման այցելեք Կեչարից։ Ոչ միայն պատմությունը զգալու, այլև վանքի մթնոլորտում մի պահ լռելու ու մտքերով դարերի խորքը սուզվելու համար։ Ժողովուրդ ջան, ուզբեկներ եմ գտել։ Չէ, հետների չեմ ամուսնանալու։ Ուրեմն Ծաղկաձորում Ժողովուրդ ջան բացվել է Ուզբեչկա ռեստորանը։ Գնանք մի հատ համով ուզբեկական ուտեստ պատրաստենք, համ էլ տեսնենք ուզբեկները ինչ ուզբեկներ են, հա? Գնացինք։ Девочка, привет. Ժողովուրդ ջան, սա ամառային սրահն է, բայց բացվելու է 2 ամսից։ Հիշեմ, որ անպայման գամ։ Դուք էլ կգաք։ Լավ, դու ոնց ես։ Մեր մոտ խնձորը գողնում, ուտում, լրատ չի հարցնում, ես ինչ անում։ Կարելի է, չի կարելի։ Դրա համար հասցրեցի։ Խնդրում եմ, այս դուր ինձ, այս քեզ, այս իսկական է, այս պլաստմաս էր ատամը, լավ է չվնասեցիր։ Իսկ հավատամ, որ իսկական է։ Զգում ես։ Այդ իսկական է։ Այդ գլխին են տենց ան, որ դրան դատար կա, թե չէ։ Դե խնձորն Փոքր վաղ չէին անում։ Չէ։ Նայ, այսինքն են ամ, սովորացնեմ, նայ, տղտղկացնում են։ Այդ զմերուկն է։ Ու սենց են անում։ Յանի Դատարկության նշանը։ որից լավ ձեն եկավ, դա դատար կա։ Այո, այո։ Հիմա իմ գլխից եկավ, թե ընդեղից։ Չէ, հիմա խնձորից եկավ։ Լավ։ Չի, հա։ Դավայ։ Հիմա փորձեմ, տեսեմ կա։ Տեսար։ Պլաստմասը հայ Համով մեր խնձորա։ Կարմիր խնձորա։ Հա, շատ լավ նշան ունի այդ։ Դեմիրճանինն է։ Իսկապես կարմիր խնձոր։ Հա, ինչ այ, այս աղջիկը։ Հետաքրքիր դրա համար մոտեցա։
իրականում ինքը մեր ուզբեջկան է, որը որ շատ հետաքրքիր նկարիչ կա Մոսկվայից, մի հատ լավ աղջիկ է ինքն է նկարում սենց կադրեր, ու ինքը նաև մեր համար է նկարել։ Սրանից ունենք մենք մի հատ էլ Ավանում, մյուսներ ցանցում, մյուս ուզբեջկայում, այնտեղին է ավելի հետաքրքիր է, այնտեղ թագով ուզբեջկայ է, ավելի սիրուն չի, մեր ավելի սիրուն է։ Այնտեղը պրոստը ասում են, որ այնտեղ էլ ունենք, էլի։ Այս ավելի շատ վերցնում է որ մարդիկ տեսնեն։ Այս ավելի շատ ցուցանշում է մեր Ուզբեկստանի թեմատիկան, որ մեր մոտ խոհանոց ուզբեկականը, տրադիցիոնալ ուզբեկական նշումներ ունենք կոնկրետ, նաև ունենք տարազներ, իդեպ։ Տարազներ։ Իսկ ուզբեկերեն գիտես։ Ես։ Հա։ Չի ասի, որ գիտեմ, չխափեմ։ Մի քիչ։ Ինչ բառ օրինակ։ Ես բանը գիտեմ։ Սեմի սևաման սխալ ասեցի։ Հա, տենց մոտավորապես տենց բառեր գիտենք։ Իսկ մեր ուզբեկները գիտեն հայերը։ Հա, ոչ չգիտեն։ Այս էլ կարաս դնես, այդ դրա հետ է։ Թե սպիտակը։ Ну, որը կուզես, այն տոտայի է, այդ ջայլ աղջիկա է։ Այս տղեկի համար չի։ Արես փայլուն կամ ցիտիս բան։ Սկսավանց։ Այդ է, հենց այդ է։ Այդպես։ Շատ սիրուն է։ Իսկ հայերեն գայես թե ուզբեկներ ձեր ռեստորան։ Չէ, մեզ մոտ գալիս են եւ ուզբեկներ, եւ կազախներ, եւ հայեր։ Իդեպ հայերի համար հետաքրքրություն է առաջացրել մեծ, որտեղ անծանոթ խոհանոց, բայց կան հայեր, ովքեր որ շատ են աշխատել դրսում ու Մոսկվայում, այնտեղ ավելի շատ են կերել։ Իրանք տենց կարոտով են գալիս, վաու, բան, տենց։ Մոսկվայում ավելի շատ են կերել։ Դե այնտեղ ուզբեկական խոհանոց կա ու բավականին շատ է ու հիմնականում որ աշխատում են ուզբեկների հետ, իրանք ոնց էլ չլինի պատրաստում են։ Իրանք շատ տենց գալիս են լոգման ունեք, ասում եք, այո, ծանոթ են խոհանոց։ Փլովը շատ են տենց հարցնում, փլով ձեր ուզբեկներ են պատրաստում։ Իդեպ մեզ մոտ մի րոպե Ուզբեկներ կան։ Ես Էլենայի։ Վաու։ Մի տեղում այսքան ուզբեք։ Բարև ձեզ։ Վայ մի հայ ես, բարև։ Երկու ուզբեք ունենք այսօր։ Չէ, ոչ միայն երկուս, էլի ունենք, պրոստը հիմա այս պահին այս ցեխում աշխատում են իրենք։ Իրանք գիտեն, որ ես գալիս եմ։ Չէ, որտեղ ես գիտեմ։ Միամիտ մտել եք sense։ Բայց չեն ժպտում։ Հա, գամ։ Եկա։ Ծանոթացնեմ իրենց հետ։ Տակած գլխարկը մի հանեք, որտեղ առանց գլխարկ չի թույլ ատել մեզ մոտ։ Առանց գլխարկ չի, մազերս հավաքեմ նոր մտնեմ։ Չէ, sense։ Թե այնտեղ կանենք, լավ։ Այնտեղ կանենք, շատ մոտիկ չեն գնա սրնդի։ Դե գնանք Կարմիր խնձորը ձեռս գնամ ուզբեկին տեսնել։ Կարաս կարողա բախտդ բացվի։ Հա։ Գնացինք։ Այսօր մի լավ չէ։ Ուզում եմ ասեի մի անգամ արդեն տարել են, հետո հասկացա, որ լավ չի հնչի։ Դադա։ Բարև ձեզ։ Սալոմ։ Ոնց եք։ Да, все хорошо. Հայրեն հասկանում են մեր եղբայրները։ Ոչ։ Вы по-армянски не понимаете? Да. Да? Да. Понимаете? Нет, не понимаю. Да или нет? Нет, не понимаю. Вообще? Вообще чуть-чуть понимаю, барю здесь. Բարև ձեզ։ Ոնց եք։ Ну, вон цик. А на узбекском как будет? Yaxshimisiz. Как? Yaxshimisiz. Yaxshimsiz. Yaxshimsiz? Yaxshi. Siz yaxshimi? Да. Lavi. Rahmat. Спасибо. Спасибо, Rahmat. Да. Ես ուր գնացիք, եկեք։ Խորոված, հեսա Խորովածը форцурайся. А что мы будем сегодня готовить? Сейчас будем на салате заготовим. Делаем салат самый вкусный, сочный и мощный салат будет. Сочный, мощный салат? Да. А как называется? Прям так сочный, мощный? Ачучук. Как? Ачучук. Ачучук? Да. Это вы придумали? Нет. Ну, сейчас будет жареный салат и ачучук будет. Жареный баклажан будет еще. Жареный баклажан? Да, баклажан. А вы не общаетесь? Я не могу? Они не понимают, поэтому тебя не хочет. Ну. Ах, по-русски плохо. Понимаю, не могу ответить. А по-армянски? Тогда научите меня это узбекски. Будем общаться, хорошо? Давайте, начинайте уже. Варец, инчо. Ек.
Այսօր դեր կգայնի։ Ձեր անունը ի՞նչ է։ Մանվել ջան, ինչու եք փախնում անընդհատ։ Չէ, փախնում, որովհետեւ եմ դեր գայնում, վարվում, այսա վարվը ճիշտ պետք է անել։ Չի վարվի, ման չկնայի, ոչինչ։ Ման չինչ դավել, հետո մենք ոնց ենք։ Հա, չէ, դավել, печи выстав. А мой наряд красивый, мне идет? Да, идет, как узбечка похожа. Правда? Похоже? Да, я правду сказал всегда. Дайте. Молодец. Այս ուզբեկը հետաքրքիր է Ժորժան։ Հա, ինչ էինք շերնեցի։ Ինչ է ուզում ասել, ո՞նց է անցնում խոհանոցը միասին։ Շատ լավ։ Ինչ եք անում։ Смешной. Он рассказывает, как день проходит с вами. Ну, все хорошо, как всегда, ну... Все хорошо, мы хорошо. Да. Шеф хорошо, шеф точно хорошо. Ребят, ну пожалуйста, рассказывайте мне анекдот. Ну, сейчас скажешь мне хороший друг на узбекский. Скажи, пожалуйста. Я по-узбекски скажу, не знаю по-русски. Как? Ну, скажи, да, узбекский? Патмях перчан, патмя. Давай. Нет, я не могу сейчас. Да можешь, ты все можешь, давай. Ну просто скажи, пусть расскажет. Сейчас скажешь, я скажу. Да? Скажи. А теперь с кем бите? Тебе я лимаю на это, короче, ормон на малец буларка. Скажешь, но. Я не буду сказать. Не могу. Можешь. Люди там ждут. Понимаешь? Ждут. Но ты рассказывай, пусть он потом расскажет. Что? Анекдот. Анекдот, сейчас я ему скажу. Да. А ormanda gene etme. Bula işte akpoza ya güler bula kulsa oldu ki. Ha? Senat. Ha? Senatze? Senatze. Sen ait. Senat. Sen ait. Sen ait. Ait, հայկական ait։ Ուզի այդ ալես։ Ait. No bilmem ay ki. Yo armiyaya borgan bo'lana aytib ber. Armiyaga borib qoqishib qo'yadi-ku. Uyga kelsa. Ha, bular bilib o'tirib, "Bu qoqishib deysan-da." Berib o'tsa-chi. Ha? Berib o'tmaydi, qoqishibdi deysan. Ասում խոսում են ժողովուրդը։ Հա? Կող։ Հարամը լիսեն շփում է, երկու ժամ աստե սպասա։ Ժորժան, հիմա մենք տեղափոխվեցինք ուրիշ խոհանոց ու այստեղ կտրամադրվենք ուտեստ պատրաստելուն։ Так, начинаем. Что нам нужно? Ну, микс салата нужен. Ага. И помидорчик, на черри помидор, сыр и баклажан. Все будет хороший салат. Давай. Ну, начнем это. Узбека стахура. Տրամադրություն բաց։ Էսա Ժորժան։ Եվ լոլիկներ։ И пара штук помидорчика, черри помидор. Ահա։ Երկու հատ լոլիկ։ Еще что? Еще 4 штука сыр. Вау. Հենց 4 штука, հա։ Добавляем на сверху. Պանիր, Ժորժան ու քունջուտ վերջում։ Ապկե բոլ Իսկ թվում է շատ համով կլինի։ Բայց էս ուզբեկական, հա։ И баклажан уже готово. Сейчас добавляем сверху баклажан. Բակլաջան, նույնք ինչ համով տեսք ունի։ Окей, начнем. Так, Сначала вилку поставим и на микс салат. настроения нету? Не, почему? Все хорошо. Видно. Смеетесь так громко. Давайте будем смеяться. Все. Рассказывайте мне что-нибудь. Что надо рассказывать? Ну, мне сказали, что вы ножом порезали свой нос. Нет, Было такое? не было такое. Было такое. Ну, было, просто я не хочу сказать. Ну, я уже сказала. Кто сказал тебе? Откуда знал? Не помню. Ժորժան, մեր եղբայրը, И сверху добавляем. сейчас я по-армянски хорошо скажу, բանը դանակով կտրել է քիթը,
Բայց քիթը տեղում է, երևի հետո վիրահատել է։ Вы поменяли потом нос? Не поменяли. Точно нос, да? Да. Хаче, քիթը չի փոխել Ժորժան։ Վաու, как быстро! Թույն։ Լոլիկ Ժորժան ֆիքսեցինք պանիր։ Հա? Как дела, говорю? Как дела? Можно еще? Все, салат готово. Все, салат готов так быстро? Да, очень Вы быстро. устали от меня? Нет, почему устали? Как? Не устал. Устал. Нет, не устал. Устал. Вот здесь постойте, мы расскажем, хорошо, что уже приготовили. Жоржан, салата, как называется? Жареный хрустящий баклажан. А по-вашему? По-вашему? Pişirilgan baqlajon. Pişirilgan Pişirilgan baqlajon. Pişirilgan baqlajon. Pişirilgan Ժորժան, մենք պատրաստեցինք pişirilgan Как? Pişirilgan baqlajon. Pişirilgan պատրաստում. Мы приготовили, да, pişirilgan. А ваш любимый этот салат какой? Самый любимый Цезарь. Цезарь? Да. Но это не ваш. Да, но другой салат. Не, ваш, скажите. Ваши? А чучук? Как? А чучук? А чучук любите? А чучук еще? Все. И все? Да. Ну, я хочу научиться, поэтому разговаривать. Какой салат хочешь учиться? Давай, научим чуть-чуть разговаривать по-узбекски, хорошо? Да. Салом. Салом. Ага. Вонсес как будет? Вонсес. Yaxshimisiz? Yaxshimisiz? Yaxshi. Yaxshi? Siz yaxshimi? Siz yaxshimi? Siz yaxshimi? Siz yaxshimi, да? Еще? Siz yaxshimi? Siz yaxshimi? Ты как? Ты как? Да. Что еще? Наперед так будет. Вы давно приехали сюда? Да. 8 месяцев назад. Узбекский скажите. 8 oy oldin kelganman. 8 kelganim. 8 oy oldin kelganman. 8 yil oldin keldim bana. Aya 8 oy oldin kelganman. 8 oy oyga tiklamlar. Еще? Все? Еще что надо? А я приехала, когда мне было 6 лет. По-узбекски как будет? 6 yoshimda Yerevanga kelganman. Olursa что ли yandı geldim. Правильно? Да, правильно. Неправильно. Ну ладно, спасибо вам. Пожалуйста. И вам спасибо. Я сейчас буду кушать, хорошо? Можно Хорошо. мне? Только аккуратно, не быстрее. Да. Это горячий. Это горячий. Это салат. Это горячий салат. Это горячий салат, да. Можно мне по-узбекски как вилка? Вилка. Вилка? Вилка, можно? Вилка? Да. Давай сейчас перчатку одеваем тогда. Перчатку одеваем тогда. Что хаддаш либра? Чем джасси? Дайте на манер. Перчатка. Вы перчатком кушаете, да? Да. Хесапорсенг Жоржа. Клеверно. Вот так. Стойте, чтобы вам люди запомнили. Вот так. Хорошо. Так. Это вам. Хорошо, спасибо. Это мне. Покушай. Кушай. Как правильно кушать? Вот так все вместе? Как хочешь. Вкусно? Хамов дзеркунес. Вкусные у тебя руки. Да, рука вкусная, не салат. А как это на узбекском? Қолым ширин. Колом-чолом. Қолым ширин. Как? Қолым Колом? ширин. Ширин. Ты колом ширим. Қолың ширин. Коинг ширим. Кушай. Да. Баклажаны вкусные. А, ты любишь армянскую кухню? Ну, как я думаю, но европейские все мира, все разные. Как сделать, как все будет понравились, ну, как не понравились, потому что он не своей это народе не кушали, а народу поменять вкус, как
Может интересно будет, может не интересно, вот так. Я думаю, просто интересно будет, потому что я так вообще не кушаю. Да, ну я попробовал, но вкусно. Я чувствую, что вкусно. Я знаю, это как будет готовиться, как будет правильно, как нет. Что, например? Толму? Это что такое? Толма. Топов толма. Да, вроде попробовал. Шашлик. Да, попробовал. Что еще? Всё? Кушайте. Не, угощайтесь. Угощайтесь. А как будет? Мне очень нравится Армения. Манга ёхта Армения. Меня ёхтам Армения. Меня ёхтам Армения. Тренинг сепчикетта. Сенус, а? Как? Сенус, это? Манга Армения ёхта. Меня Армения ёхтам. Манга Манга Армения Армения ёхта. Ёхта. Окей, спасибо вам. Пожалуйста. И вам спасибо. Давайте все вместе что-нибудь скажем на узбекском и закроем эту тему. Что, например? Например, тешип чыксын. Что? Тешип чыксын. Чтобы закроет, больше не кушает, тешип чыксын. Тешип пешхом? Тешип чыксын. Тешип пешхом. Тешип пешхом? Да. Ժողովրդյան թիշը փիշխում։ Բայց շատ համով էր ժողովրդյան, անկեղծ։ Մենք մի քիչ ջրի կացանք ու տեստի մասին շատ բան չպատմեցի, բայց Բայց ես թվում է հիշում եք ինչ ա ներառվում, այնպես որ դուք էլ կփորձեք։ Всё, я сейчас покушаю, пойду. Можно это с собой заберу? Да, забери. Спасибо, пока. Пожалуйста, пока, до свидания. Мо, չի դիշ ծանոթ ձենա։ Չգիտես իրեն։ Լևոն! Դարձես գիտե։ Ոչ չեմ ճանաչում։ Լևոն, բարև։ Ո՞նց է։ Լավ եմ, դու ո՞նց ես։ Էս խես լուրջ այսօր։ Տունն եմ։ Ախ, տունն ես, տնեցիք չեն թողում, ջրի կանաս։ Չէ։ Ժողովուրդ ջան, հիշեցիք Լևոնին։ Այն հավկիթի պահը, որ ձեին կռվածնում նեղացավ։ Նեղացած չես, չէ՞ էլ։ Գոփից սարքել են, չէ՞։ Սրտի կողարկում ես։ Հավկիթ, Նուրա, հավկիթը։ Հավկիթը կոլա։ Դու կոլա, դեցել հավկիթը կոլա։ Աման, հա։ Տեսար, աշխարհը ինչ փոքր է։ Բա։ Եղավ, դե գնացի։ Ինչ ես անում տունը։ Ինչ ուզում անում եմ, ամեն ինչ։ Յո։ Հանգստանում եմ։ Հա, աշխատանքի չեք այս ժամին։ Թե չես աշխատում։ Պենսիոներ եք։ Ախ, պենսիոն։ Այդքան շուտ գնացիր թոշակի։ Բա, 10 տարի պենսիոներ եք։ Վերջացավ, դե գնացի։ Շո, դավայ։ Ժորժ ջան, հաջող արեք մեր Լևոնին։ Չնայած ոնց տեսնում եմ, շուշուտ ենք հանդիպելու։ Պակա։ Հեռախոսն անջատեց վրես։ Ոյ քեզ։ Հա, լավ չեմ կարդա անունը ինչ էր գրած։ Ջան, էլ ինչ հաղորդում առանց էքստրիմի։ Դրա համար ես եկել եմ Ծաղկածորի զիփլայն։ Մի հատ ադրենալինը ստեղը գցեմ ու գնանք։ Հա? Բարև ձեզ։ Ձեզ։ Ո՞նց եք։ Լավ։ Դուք։ Ես էլ հրաշալի եկել եմ ադրենալինի հետևից։ Տալու ենք ձեր չափաբաժինը անպայման։ Հա, անվտանգա չեմ ընկնելու։ Դե ընկնել դեպքում գումարնել ենք այդ տալիս։
Ամեն ինչ հաշված է։ Ուրեմն հանգիստ կարամ հետ ընկնեմ։ Հա։ Իսկ вообще եղել է դեպքեր, որ նա կոթում կանգնեն եւ այլն։ Կանգնելու դեպքեր լինում է այդ քամուցա կախված ու քաշից, իսկ ընկնելու դեպքեր այսօր չեմ ֆիքսել։ Այսօր չեք ֆիքսել։ Իսկ որ օթի մեջ կանգնած են մնում, ո՞նց եք փրկում իրենց։ Դե մեր աշխատակիցների պրոֆեսիոնալիզմն է, արդեն իրենց ձևով գալիս են ու ձեզ շատ շտապ 3 աշխատանքային օրվա ընթացքում տրոսներից ազատում են։ 3 աշխատանքային օրվա բկամարսենք մինչև այդ։ Մենք պլետներ տալիս ենք համար։ Ամեն ինչ իդեալական է։ Այդ իհարկե հումորային ժանրից, բայց իրականում զիփեն ծաղկածը շատ անվտանգ է։ Իրականացնում ենք 2 թռիչք, 1 տարկային կետից 480 մետր առաջին թռիչքի երկարությունը։ Գնում ենք միջև դիմաց սար։ Ահա, վաու։ Որտեղ մեր աշխատակիցը ձեզ արդեն դիմավորելու է։ Բարձրանում ենք, որից հետո 150 մետր ու հետ թռիչքը 700 մետր, երկրորդ լայնով գալիս ենք նորից 1 տարկային կետ։ Հասկացա։ Դժվար դեպքեր հաստատ չեն լինում, ֆանտաստիկա է ու ձեր չափաբաժինը ադրենալին ինքը շատ տալի է։ Իսկ որը ձմեռացուրտ է այդ ազդում է, թե չէ։ Տականում ենք։ Տականում ենք, հակառակը չենք մրսում։ Միանշանակ։ Լավ, իսկ հետ այցելուների հետ կապված ինչ որ հումորային դեպքեր եղել են։ Դե լինում են։ Ինքը նամանավանդ են առաջին անգամ եկողների հետ կապված են, որ այտենց չգիտեմ, երթվում է, որ ինքը հաստատ սիրտը կանգնելու է, մեռնելու է, այդում գալիս է, ասում է լավ, այդ հաջորդ անգամ համար, որովհետև իրականում վախենալու չի, կամ չգիտեմ, բարձրանալուց մարդիկ կան հիմնականում արաբներ, էլի, արաբական երևույթներից, ովքեր քայլեր չեն սիրում եւ սարուձորեր հետ սեր չունեն այդքան։ Իրանք քայլուց նայում են ու այտենց շատ զավեշտալի դեպքեր ունենում են իրանց հետ, չեն բարձրացանի։ Իսկ եղել է, որ վախենան դուք ուղեկցեք, հետները թռնեք։ Եղել է, շատ է եղել, 2 հոգով։ Ոնց տենց հնարավոր։ Դե կազմակերպում ենք, հա, իհարկե կազմակերպում ենք։ Մեզ մոտ թույլատրվում է սկսած 3 տարեկանից 40 կիլոգրամից ցածր մենակ չենք թռնում։ Կամ ծնողի հետ, կամ քույր եղբոր, կամ մեր աշխատակիցների հետ ենք թռնում։ 40 կիլոգրամից բարձր թռիչքները նոր իրականացնում ենք մենակ։ 40 կիլո կամ ես 40 կիլո։ Ինձ թվում է կլինի։ 40 կիլո կամ ուրեմն մի բան կլինի։ Իսկ զիփլայնը երբ այնց է գործում։ Մենք աշխատում ենք 2016 թվականի դեկտեմբերի 26-ից։ Հա, որովհետև օրինակ ես չգիտեի զիփլայն կա։ Ես իմացա, որ դուք չգիտեիք, որ զիփլայն կա, ես այդ ամեն ինչը իմ մեջ արդեն հաշվել եմ, ձեր թռիչքի հետ կապված հաստատ մի բան կլինի։ Բանը ինչ էի ասում։ Պատկերացրեցի ես ցրտին սպասելու մնալը։ Այդ ամենալավն է։ Հա։ Գինի կոնե կտակ հետս ընդեղ վայելեմ, մինչև մի բան կլինի։ Կկազմակերպենք։ Լավ, հիմա գնանք հագնվենք։ Գնացինք պատրաստելու։ Գնացինք Ժորժ ջան, գնանք։ Ժորժ ջան, ես պատրաստ եմ։ Դու պատրաստ ես։ Դեռ ոչ, բայց կպատրաստենք հենց հիմա։ Գնացինք։ Սկսում ենք պատրաստվել։ Ահա, ինչ ենք անում։ Գալիս ենք, մի քիչ էս կողմ։ Ահա։ Դու վեր։ Ռացիայով։ Չգիտեմ։ Չեմ ճանաչում։ Այո։ Չեմ ճանաչում։ Ահա։ Օպաս, գտանք։ Հաստատ ստուգել եք, չէ՞ ամեն ինչ։ Այո, միանշանակ պատրաստենք։ Հիմա արդեն պահնել լրջության։ Հա։ Լրջացանք։ Ոչ մի բան չեմ։ Ուրեմն էստեղ պահում ենք մենակ էստեղից ցանկության դեպքում, էս մի ձեռքով։ Էս մի ձեռքով, եթե ցանկամ, եթե ցանկամ եթե կարող ենք ձեռքերը բաց թողել։ Միայն ոտքերը կիսածալ։ Հա, սենց։ Ճանապարհին տրենգի երախուշտավերվերի շալախո քոչարի չենք ապարում։ Իսկ ամենավերջում ձեզ մոտենել է կապույտ գույնի պարան, ուղղակի ինքը գալու է կպնի ձեզ, դուք իրան կպահեք։ Ձեռքով բռնեմ։ Այո։ Հա։ Ուրիշ ոչ մի բան չենք անում։ Հա։ Okay, մենք պատրաստ ենք, իսկ դուք։ Ես չէ։ Եկեք փորձենք իրար հետ։ Հետ գնացինք։ Միանգամից չէ բայ։ Հետ միանգամից չեն գնում, իրար հետ քայլում ենք ամառ։ 1 2 26 45 այո։ Ասեք բոլորին, ասեք սիրում եմ և սիրված կլինեք ու կգանա մի օր անպայման կայցելի ու լավ է, ամեն ինչ լավ է, այո, ամեն ինչ լավ է։ Ժողովուրդ ջան,
Արժեր։ Մի պահ շատ վախենալ էր, սկզբից ավելի ճիշտ, շատ վախենալ էր, բայց հետո քիչ-քիչ տեղը ընկա։ Ay mama can այս ինչ բարձր է, բայց հա է սա։ Ինձ եկան փրկեն ժողով ջան։ Բարև քեզ։ Բա ինչու մնացի ասում։ Ժողով ջան ինձ էլի փրկում են։ Գոյություն չունե, ինչի եք ինձ ոտում թողել, վախենալ էր շորջ ջան, բայց սկզբից վախեցա, հետո շուրջս ուշարություն դարձեց, սիրունությունը որ տեսա, արժեր, որ գաք, օթում կմնաք։ Այդ հատուկ պլանավորված էր օթում մնալ են, ոչ բոլորն են մնում։ Գնացինք։ Հատուկ իմ համար սարքել էին շորջ ջան։ Այո։ Այնպես որ ով 8 տարվա մեջ առաջին անգամ գալիս ինքը մնում է։ Չասեք որ այդի տեղը չգիտեք, չասեք։ Ոչ մեկին։ Ոնց է։ Հիմա տպավոր խոր տալիս ենք։ Հա, վերջներ, անկեղծ։ Մի հատ sense սա հետ եկավ էլի։ Տեղներ, մերսի։ Այնպես որ դուք էլ ունեք նպատակներ։ Եկեք ձեր նպատակները հետևից։ Բա Ժորժ ջան, բայց իման օթում չմնաք, կամ էլ մնացեք, լավ է։ Մարզի վառ ներկայացուցիչը շատ տաղանդավոր եւ վստահ եմ շատերիդ կողմից ճանաչված երգիչ Վարդան Խաչատրյանը, ով իմ շատ մտերիմ ընկերն է շատ երկար տարիների։ Բոլորին այսօր սենց են վարել։ Ոնց ես։ Բայ դույով խոսենք թե դուք։ Չէ, դույով, լավ, սաղել մեզ տեսել են, դեմքներս գիտեն։ Ոնց ես։ Լավ եմ, դու ասա։ Լավ, ոնց է այստեղի այս մարզի ներկայացուցիչ լինել, ինչ զգացողություն է։ Այսինքն, տենց զգացողությունը որն է, ուղղակի տենց է, էս է, ստեղ է, ուրիշ տեղ չի լինում այդ զգացողությունը, ինչ որ կա ստեղ, որ Դե պատկերացրու ասենք անգամ տան մեջ, տուն ես օրնում, քո սենյակում մեկը ուրիշ է, չէ՞ քո համար։ Տենց ամենապարզն է։ Օրինակ ես ամեն առիթի ասում եմ, որ բյուրականից եմ։ Դու ամեն առիթի ասում ես, որ Հրազդանից ես։ Բնականաբար, քաղաք Հրազդան, Կոճոր թաղամա, Շահումյան փողոց, տուն 182։ Հա, ծերետ հասցետել է։ Հասցել, так что Մի քիչ դանդաղ գնանք, մեր օպերատորը ասեց։ Մեր օպերատորը։ Չի հասցնում։ Վարդ, ինձ պատմի, տեսնեմ համերգների ժամանակ, օրինակ, ինչ հետաքրքիր հումորային պահեր են եղել հետ։ Մարդիկ, չգիտեմ, կամ ինչ-որ մեկը ինչ-որ բան է բղավել։ Լսի, իրականում շատ է եղել, բայց ամենահետաքրքիրն ու տպավորվածն է, որ հին անի մյուզիկալում այդ առաջին մենահամերգներ, դու էլ էիր միջոցով ծնվել։ Հա, քո առաջին մենահամերգ։ Ու տենց տարիքով կանայք են պատկերացրել իմ առաջին մենահամերգն է, ես էլ մի քիչ անամես հնչի, տենց չի պատկերացնում, որ տենց ֆանատիկորեն կարող է այդ փուլում դե առաջի համերգն է, հետո բնականաբար սովորում ես ամեն ինչի մեջ ընկնում ես։ Չի պատկերացնում, որ տենց ֆանատիկորեն ինչ-որ մարդ կարա ինձ եկած լինի լսելու առաջի համերգն է դողա, սենց ինչ-որ չգիտեմ ինչ պիտի կատարվի ու ոնց որ այդ մեր շատ շքեղ տիկնակ, եթե կտեսնեն իրանք իշան ողջունում եմ իրենց։ Եթե կտեսնեն ու երկինք նայեց։
Աստաշանի։ Իրանց լիք առավիրի միջալոց իրանք բժիշկներ են ու շատ մարդու կյանք են տալիս իրանց Սև հումոր ա դա։ Ողջունում են երկաստեղ սարքում են էլ իմ գլխին։ Այդ նոր բան չի։ Հետո։ Հետո արիքալ ենք պատմում, էլի ցուրտ է։ Հետո ոնց որ ու այդ կանայք բարձրանում են բեմ իմ հետ բարելու, բայց ես հերիք չի պիտի տրամադրվեմ ու այդ ամեն ինչն անեմ առաջի ամերիկ պետք է ասես ինչ տեսակ վախեր կունենաս առաջի անգամ կենթանի նվագակցության մոտավորապես մի 3 տարի առաջ ու իրանք սկսում են պայել հիմա ես չգիտեմ այդ իրավիճակը ինձ այնց ոնց պահեմ ինչա առասարակ պետք անել բայց վերջում թուլացա եւ հաճույք ստացա ոնց ասում են Թուլացա եւ հաճույք ստացա տարիքով կանայք ինչ կապ ունեին ուղղակի ես Ես աղրիչի համաձայնվեցի, ես տեսա է, որ դու խեղճ մարդ Իսկ հելա բեմի վրայից դիմացդ ինչ-որ ծիծաղելի բան տենաս ու երգելու ընթացքում Պատկերացնում ես, ասենք, քանի տարվա գործունեության մեջ ինչքան նմանատիպ բաներ եղած կլինի, բայց մի հատ տենց հատկություն ունեմ, երևի Աստծո կողմից, իրանց հետ մտնում եմ այդ թեմայի մեջ էլ, այսինքն Բեմից շփվում ես։ Հա, համերգային ֆորմատը մի քիչ ուրիշ է, նախ համերգային ծրագիրն էլ է, այնց որ Բարև ձեզ։ Համերգային ծրագիրն էլ է, ինքը մի քիչ ավելի արտիստիկ լուրջ երգեր, չնայած մի երկրորդ սեթում, գիտես, ուրախանում ենք, բան ենք անում, բայց համերգային ծրագրում չի լինում։ Միջոցառումների ժամանակ եղել կամ ինչ-որ տենց կորպորատիվ բան է, որ Ուղղակի դա արդեն պիտի միացնես պրոֆեսիոնալիզմը, դու ինչ ծիծաղես, ասենք, հա, եղել է, որ Դե ես լինեի, ասած ծիծաղել էի, ինչ-որ բան տենայի, միկրոֆոնը վերցնեի Դու որ չծիծաղես, լիքը մարդու ծիծաղ կպակաս ինձ թվում է Վախ Ծիծաղեք, Անաստասիա, անընդհատ թրջվեք Երեխաները, լավ եք երեխեք ջան, մենք էլ լավ ենք Ջան, վիվտաշե արկածները, իսկ ամենաանսպասելի արձագանքը հանդիսատեսի կողմից, տենց բաներ եղել է? Ամենաանսպասելի, անկեղծ որ ասեմ, հիմա տենց բան չեմ կարա հիշեմ Հիմա չես կարա հիշեմ Անսպասելի արձագանք Մեկը գա բեմի վրա քեզ գրկի պաչի Հա դե տենց շատ բաներ է եղել Կամ դուրը չգա, չգիտեմ, մի բան շպրտի բեմի վրա Չէ, տես բան չի եղել, անկեղծ եմ ասում, հիմա այնպես չի ինձ եմ կողում, բայց ու հիմա չի եղել, ասեմ եղել է Չի եղել, հասկացա Բան չի Իսկ վարդ, որ բան լիներ Ստիպված լինեիր ամբողջ կյանքում մի երգ երգեիր, որ երգը այդ կլիներ։ Նայ, այս պահի, այս դերության, այս Վարդանը։ Կստати երգը երգել ես, որ ասես։ Ախր իմ կյանքը, Արթուր Մամուկյան իմ կյանքում միշտ կա այդ այն երգերից, որ չգիտեմ ես, ոնց կերը այդքան է ինքը երբեք չի կարելի նույն ձև երգել։ Չի էլ ստացվի նույն ձև այդ երգ երգել, չնայած դե առասարակ ամեն գործել տենց միշտ տարբեր է ստացվում, բայց Այդ ինքը տենց ինչ-որ պատմություն է, որը միշտ ամեն անգամ հանգստանում եմ ես այդ երգով։ Դե կան շատ գործեր, օրինակ Վաստաս Անսարը ես ֆանտաստիկ շատ սիրում եմ, կարամ օրվա ընթացքում երգեմ, առավոտ լսեմ, իրիկում ասենք լսեմ, համել երգեմ ու արդեն երևի կլինի մի 7 տարի այդ երկու երգին չասում, իմ երկացանկում ա ու Ես հիշում եմ, որ քո երկացանկում բոլոր ֆորմատներում Իսկ հիմա մեր համար կես քերս ինչ-որ բան, ընկերում էլ շահագործում Այս հարցն է, էլի ժողովուրդը Ինչ-որ մի մաս Ինչ-որ անդիսատեսի արձագանք Հա, թող մեր հետևորդները մի քիչ վայելեն քո երգերից Մի բան կոչում Հիմա դե երկուսն էլ չի, հիմա կարամ օրինակ կղզին օրինակ երգի Քո հեղինական երգերից Հա, Գնացինք Ուր գնացինք Երգելու Արի գիտես ինչ անենք, ասենք քայլելով երգենք։ Քայլելով երգենք գնացինք։ Երգենք, ասենք ասենք քայլելով գանք ու ասենք օրինակ մնացի մենակ իմ սիրո կղզում եւ ոչ մեկ չկա ու չեմ էլ ուզում ես քեզ եմ ուզում ինձ բան չի հուզում մնացի մենակ իմ սիրո կղզում եւ ոչ մեկ չկա ու Չեմ էլ ուզում, ես քեզ եմ ուզում, ինձ բան չի ուզում Ապրես Այդպես Ժողովուրդը վայելեցին, ովքեր ծանոթ չէին, ծանոթացան, ովքեր սիրում էին, վստահ եմ շատ ավելի սիրեցին
Ինչևէ, քեզ լիքը հաջողություն ենք մաղթում, քեզ մեծ բեմեր ենք մաղթում։ Դե գիտես։ Առաջի շարքը ես միշտ նստած եմ։ Ժողովուրդն էլ դե ումուտուս ստացել։ Ինքը հոգին է, Անաստասիան հոգին է իմ ամերիկայի ծրագրերի։ Դու առաջիկայում համերգ ունես, էդ էլ նշի։ Եք մեկ ես կամ պաշտոնական իրար հետ շփ։ Պաշտոնական չէ։ Եթերային ընկերություն ես Անաստասիան։ Եթերային, այո, մեզ մոտ։ Այո, մեր մոտ։ Ժորժան։ Բայց մեր մոտ իրոք այդ նոր մեր ընկերությունը իսկականից եթերային ընկերությունը։ Եթերային ընկերությունն այո։ Մի օր լավ, մի օր այդ ընկերության մասին կբարձրաձայնվի, այո։ Համերգը մարտի 29-ին, արդեն գիտեմ էլի ես, ժամը 8-ին։ Հա։ Որտեղ։ Հին անի մյուզիկ հոլում է լինելու։ Տենց կենթանի նվագակցությամբ իմ ընկերների հետ իրականում ես դու գիտես լավ շորտին։ Տենց սիրուն լավ աուրա կա, տենց ինչ որ հիմա ես հանգստանում եմ, այդ օրերը ամենասիրված ու սպասված օրերն է, էներգիայի փոխանակման միացած բան է լինում, որ գալիս է իմ հանդիսատեսը ու սիրուն ինչ ունեմ տալիս եմ, ինչ ունեմ ստանում եմ, ստացել եմ, ու շնորհակալ եմ բոլորին, այդ իմ համար ուղղակի համերգային օր չի, կարևոր է, դրա համար, չգիտեմ, յուրաքանչյուր մարդ որ կլինի, համ ինձ տալու բան ունի, համ ես իրան տալու բան ունեմ։ Ես միշտ ներկա եմ, Ժորժ ջան, ասեմ հրաշալի է անցնում, միշտ ես անհամբեր սպասում եմ։ Դենց որ կհանդիպենք մարտի 20-ին։ Եք այն ձախի վրա եղած Ես միշտ նստած եմ։ Իսկ դուք արկածներ որոնեք Վիֆտաշի հետ, որովհետև ավելի լավ տեղ, ավելի լավ արկածներ։ Այո։ Ճաշակին ընկեր չկա։ Գնացինք Ժորժ ջան։ Մենք գնացինք որ կգնանք հաջողություն։ Վսատա 1880 Չէ Ժողովուրդ ջան, սա կոդ չէ։ Սա այն վայրն է, որտեղ ես այսօր գիշերելու եմ։ Եկեք ցույց տամ։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Լավ ենք, դուք ոնց եք։ Լավ, ոնց անցնում աշխատանքային օրը։ Աշխատանքային։ Լավ, լավ է։ Մենակով եք։ Այսօր մենակով են, ճիշտ ասած ժողովուրդը հիվանդ են, վիրուսների հետ կապված։ Ու դուք մենակ եք։ Մենք այո, մենք մենակ փոխարինում ենք այսօր բոլորին։ Իսկ մենակ լավ է, թե ձանձրանում եք։ Չէ, ձանձրանում ենք շատ։ Իսկ հյուրերի հետ խոսում եք, որ ձանձրանում եք։ Հյուրերին կոնչեք, նստեք։ Սուրճ խմել, չէ, այո, իրենք հրավիրում են սուրճ խմել, իրենք են հրավիրում։ Հա, լինում է, տենց։ Հյուրեր ունեցել ենք ճիշտ ասած, հիմնականում ռուսներ են եղել, ու հրավիրել են սուրճ խմելու։ Վախ, սուրճ խմենք, գիրք կարդանք, բամբասենք, բայց մոտ ճիշտ ասած հյուրանոցի սենյակները դրսում ունենք բաց պատշգամբ, ու ճոճանակ, սեղան, աթոռ էսպես, ու իրենց համար շատ հետաքրքիր է անցնում, որ գալիս են, առավոտյան հրավիրում են սուրճ խմելու։ Գնում եք։ Ճիշտ ասած ոչ։ Ինձ հետաքրքիր կարելի է, թե չէ։ Չէ, նախ աշխատանքի մեջ եմ, չի կարելի։ Հիմնականում ո՞ր երկրից են այ զբոսաշրջիկները։ Ունենք Դուբայից։ Հնդիկներ են եղել։ Դուբայի հնդիկներ։ Դուբայի հնդիկներ։ Հնդիկներ գնացել են Դուբայում ապրելու, այսպես աշխատելու։ Դուբայի հնդիկները հարուստ են։ Այո, հարուստ են։ Իսկ եղել է օրինակ հյուրերը ինքան գոն, որ շատ մտերմանակ արդեն ամաչեք էլ փող մողուզեք։ Չէ, նման բան չկա։ Մեր հյուրանոցն է։ Ատես չի ազդում։ Դեռ չի ազդում։ Չեմ կարա գամ։ Չէ, չկա բան։ Մի քանի օր իրար հետևից գամ։ Կուզեք փորձեք։ Բերեք փորձեք։ Մի քանի օր իրար հետևից գամ։ Մտերմանանք, կոֆեյա մի անգամ էլ կոֆե կխմենք իրար հետ։ Չկա։ Փորձենք, տեսնենք ոնց կստացվի։ Հիմա դուք տենց ասում եք, վահանց լիքը մարդ է գալու, տենց բաներ ձեր մոտ փորձեք։ Տեսնեք, թող գան, մենք պատրաստ ենք։ Եկեք Ժորժ ջան։ Չեք վախենում ոչ մեկից։ Չէ, չեք վախենում։ Սա ընտանեկան վիճակ լինի արդեն։ Մեզ մոտ արդեն։ ընտանեկան վիճակ է, հա, մեր հյուրանոցը հիմնականում ընտանեկան միջավայր է ստեղծում բոլոր հյուրերի համար։ Այն որ գալիս են կանգնում են դարդու ցավ են պատմում, սենց ասում։ Ռուսներ եմ ունեցել ազնական կյանքից են պատմել, ուղղակի դրսում կանգնած գնում գալիս եմ, բան դուք ով եք այստեղ եւ այլն այսպես։ Դե դա չխորանանք։ Ռուսը չի նայի մեզ հիմա։ Չէ, կապ չունի։ Ասե։ Դե, ցանուր։ Ընկերոջ հետ կրվեմ։ Հա։ Բաժանվան։ Չգիտեմ։
Վերջում կերել։ Այդ բան կռվել էին, ընկերս տեղ էր իրար հետ էին։ Ո, ինչ էր արել, խմել էր։ Չեմ կարող ասել։ Չգիտեմ։ Մորը մաստերին չեմ կարող։ Խափե։ Չգիտեմ։ Ուրիշ հետ էր կռվել։ Չեմ կարող ասել։ Էդ էր ուրեմն։ Էդ էր ուրիշ հետ է շփվել, ընկերուհին էլ տեսել է, դրա համար կռվել է։ Հա։ Ոչինչ, պատահում է Ժորժան։ Մեր հայերը օրինակ, սովորությունն են հյուրանոց գնալուց, ինչ տենում են հավաքում տանը։ Եղել է որ տենակ, հա, տելևիզոր կամ մահճակալ, մեր հյուրերը ճիշտ ասած շատ բարեխիղճ են։ Նման դեպքեր չի եղել մեր մոտ։ Սան է լավ։ Հա, դե սանուրը դրված է հյուրի համար, հիմա թե վերցրել են, թե օգտագործել են, դա։ Օ, ես լսել եմ որ տենց բաներ կա հիմա թե ինչքանով է ճիշտ, որ տանում են սենյակից ամենից։ Դեպքեր չի եղել, ոչինչ չեն տարել, դե սանր կամ հիգիենայի մնացած պարագաները, դրանք իրենց անձնական օգտագործմանն են, այնպես որ եթե կտանեն էլ։ Իսկ այդ որ վերջում սառնանը ստուգում եք, լրջով ստուգում եք թե։ Սառնանը ստուգել է, այսպես կոտրված ոչինչ չլինի, դա է իմ խնդիրը։ Մնացածը որ մի շիշ բան ենք խմում, ոչինչ։ Ոչինչ։ Ոչինչ, հաստատ ոչինչ, այս առավոտը դուրս եմ գալու, չգնաք ստուգեք։ Չեմ ստուգելու, թող մնա։ Սրբիչները տեղում է մի խոսքով, անկողինները տեղում, ամեն ինչ տեղում, բարձերը տեղում են, չեն տարել, հեռուստացույցը չեն հասցնում տան։ Այդ վաղը կհասկանաք ամեն ինչ տեղում է, թե չէ։ Ուրեմն ես մնամ այստեղ այսօր։ Առավոտը կոֆե կխմենք, այդ հուսի պատմությունից առանցին կպատմենք, տենանք այդ խիտենց դավաճանեց, այդ խեղճ աղջկան, այդպես դե բանալիներս տվեք, ես գնամ իմ սենյակ հանգստամ, այսօր գիրեք ինչ ծանրաբեռնված օր եմ ունեցել, ամբողջ օրը ծաղկաձորում պտտվել եմ, կարամ ես կոնֆետի ցուտեմ։ Կարող եք իհարկե, կարող եք։ Ես էլ ինձ մոտ կոնֆետ ունեի, բայց մեքենայում է, միս անգամ դուրս գալուց կվերը։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Ամենասիրուն սենյակն եմ ձեզ տվել։ Երկրորդ համար, իհարկե։ Հեքիաթային սենյակ։ Ժորժ ջան, ուրեմն այս հյուրանոցում գործում է այսպիսի հեքիաթային սենյակ, որը պատրաստված է բնական աղից եւ շատ առողջարար է առողջության համար։ Հղիներին է օգտակար, երեխաներին եւ շնչառական խնդիր ունեցող մարդկանց։ Այնպես որ հեսա թոքերս մի հատ լավ մաքրելու եմ ու գնամ։ Ու գիտեք Ժորժ ջան, ես շատ զարմացա։ 40 րոպեն արժի ընդամենը 5000 դրամ։ Պատկերացնում եք։ Մի քիչ վախենալով եկա, ես մտածեցի կողը շատ թանկ լինի, բայց դե 5000 ինչ է մեր առողջության համար։ Դե ես ինձ բուժեմ։ Ժորժ ջան, դուք էլ ինձ հետ վայելեք այս տեսարանը։ Իսկ իմ ճաշակով է։ Ժողովուրդ ջան, պատկերացնում եք, առավոտյան արթնանալու եմ, դուրս գամ պատշգամբ, այս մաքուր օդին խմեմ իմ տաք սուրճը ու վայելեմ ձմեռային հեքիաթը։ Դե գնամ քնեմ, որ շուտ արթնանամ, այդ ամեն ինչ անեմ։ Ձեզ էլ սիրելիներս բարի գիշեր եմ մաղթում։ Շնորհակալ եմ, որ ինձ հետ էիք։